Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա կարևոր զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ում է պատկանում «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակային իրավունքը և ինչու է այն հեռացվել բոլոր հարթակներից։ Ինչու պարտվեցինք, ինչու կորցրեցինք Արցախը ու հնարավոր է արդյոք Արցախից բռնի տեղահանվածների վերադարձը Արցախ, Հայաստանի երկրորդ նախագահը փակագծեր է բացել։ Փաշինյանը Քոչարյանին ի պատասխան խոստացել է հրապարակել նրա ձևակերպմամբ թոկը կարճացնելու բանակցային առաջարկները։ Սլովակիայում երկու գնացների բախման հետևանքով կան տասնյակ վիրավորներ։ Եվ այսպես, «Կյանք ու կռիվ» ֆիլմի շուրջ վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկումներ են սկսվել։ Քաղաքացիները նկատել են, որ ֆիլմը հեռացվել է բոլոր հարթակներից։ Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը մեծ զրույցում ասել է, որ ինքը նույնպես համացանցից է իմացել այդ մասին և հստակ տեղեկություն կարող է տալ միայն Շարմ Հոլդինգ ընկերությունը, որը եղել է ֆիլմի սեփականատերը։ Իսկ Շարմ Հոլդինգը մեզ տեղեկացրել է, որ ֆիլմի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը։ Մհեր Մկրտչյանը ընդգծել է, որ եթե հանրայինն է կինոդարանին արգելել ցուցադրել ֆիլմը, ապա կարելի է ենթադրել պատճառը քաղաքական է, թե ֆինանսական։ Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ԿՊԱ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Ավելի վաղ քննիչը միջնորդել էր Համբարձումյանին կալանավորելու համար, սակայն դատարանը որոշել է սահմանափակվել տնային կալանքով։ Հիշեցնեմ, որ Անուշ Համբարձումյանին ձերբակալել էին 3, նրան կասկածում են բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու համար։ Ի դեպ, մի քանի օր առաջ մեր նկարանող խումբն էր այս թեմայի հետքերով Գեղակերտում։ Տնօրենը չէր ցանկացել խոսել, բայց իմ գործընկերները խոսել են բնակիչների հետ։ Դիտենք ռեպորտաժը ու տեսնենք, թե ինչ են պատմել գեղակերտցիները։ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում դպրոցի տնօրենը 60 աշակերտի օգնություն է բաժանել։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Շատ լավ։ Մարդ կա, որ նոր է։ Բայց դուք ինչ եք լծված այս աշխատանքին։ Որովհետև ես ՀԿ-ի նախագահ եմ։ Շատ լավ, բայց դուք նաև դպրոցի տնօրեն եք, այս պահին։ Նախընտրական շրջանում գտնվող համայնքում է աջակցությունը բաժանել տնօրենը։ Ասում է հրաժարվել չէր կարող, իր խղճի եւ մտքի բարձր զգացումով է առաջնորդվել ու համաձայնել բաժանել օգնությունը։ Մեզ հետ զրուցել չցանկացավ, ասաց թույլ տվեք օգտվել իմ հրաժարվելու իրավունքից։ Դասի էր, հետո մարզպետարաններ շտապելու։ Այցը կապ ունի արդյոք օգնություն բաժանելու թեմայի հետ։ Նորից օգտվեց պատասխանելուց հրաժարվելու իր իրավունքից։ Գեղակերտի բնակիչներից Սիրանը նախորդ տարի է ստացել կադրերում երևացող տոպրակների օգնությունը։ 5 երեխա, 4 թոռ ունի։ Նրանցից մեկին էր հասել աջակցությունը։ Սնունդն տարբեր սնունդներ էր։ Շաքարավազեր, պեսոկ, բաներ, յուղեր, վերմիշիլ, տենց բաներ էլի։ Քաղցրալ միանքներ կար մեջ են։ Համայնքապետարանի բակում կանգնած բնակիչներից մեկը, որ Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին մասնակցելու համար էր եկել, ասաց, որ դպրոցի տնօրենը նման նախագծերով հաճախ է հանդես գալիս։ Միշտ էլ օգտել է, այդի քանի ինչ դպրոցի տնօրենն է ելել, միշտ էլ օգտել է։ Ոտնես չի օրենքից, իմ բաները։ Միշտ օգնել է։ Իմ հարևանների տարել հանրապետորեն, տարավ մի քիչ հեռու բարդ, տարավ Զատիկ մանգատունն համաբաորյանի։ Սաղին էլ օգտել է, միշտ օգտել է, նես որ էդի չի վերաբերում ընտրությանից, 1000 միլիոն տոկոս ասում որ չի վերաբերում։ Բնակավայրի նախկին գյուղապետն ասում է, առաջին անգամ է աջակցության մասին լսում, երբևէ չի իմացել, անտեղյակ միայն նա չէր։ Հետո թե օգնությունը տավ ասել բադա։ Հետո սուտ էր, ես բան չեմ էլ լսել։ Երբևէ չի բար։ Ինչ։ Ելքել է բաժանելու։ Ոչ, ես չեմ լսել ու չեմ էտիս, որ հանգարց օգնություն վերեմ բաժանեմ։ Ինչ արդակ կուտուն են տվել, այս տեղակ չբացի, կավակ եմ։ Ասում են միշտ ինքը օգնություն է բաժանում գյուղացիներին։ Դուք ստացել եք։
Նախընտրական փուլում գտնվող Գեղակերտում եւս այդ աջակցության մասին անտեղյակ էին։ Համայնքի ղեկավարի տեղակալից հաջողվեց պարզել միայն, որ ղեկավարն արձակուրդում է վաղաշաբաթի ավականու նախընտրական փուլից մինչև ավարտը արձակուրդում է լինելու։ Ակտիվ մասնակցում է ԿՊԱ-ական թեկնածուի քարոզարշավին։ Փոխարենը համայնքապետարանից տեղյակ չէին համայնքում ով է աջակցություն բաժանում, ովքեր են ներառված շահառուների խմբում, ինչու են նախընտրական փուլում գտնվող բնակավայրում որևէ մեկի տանը աջակցություն բաժանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդատյանն է, վաղաշաբաթի ավականու ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտ Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը։ Երեքն էլ արձակուրդում են։ Նրանք ովքեր աշխատում են չեն կարող առանց արձակուրդի քարոզարշավի մեջ լինել։ Խոսելով դպրոցի տնօրենի աջակցության մասին Խուդատյանն ասաց, որ տեղյակ չէ, քննություն կանցկացվի պարզելու հանգամանքները։ Դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, որ կանանց, երիտասարդների եւ կրթություն հզորացման ՀԿ-ից է, ասում է տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր են կատարում Խոյ համայնքում կամրջակ սոցիալ բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Այնպիսի ծրագրեր, որոնց մասին համայնքապետարանը տեղյակ չէ, բայց կան քաղաքացիներ, որոնք օգտվել են։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Գյումրու համայնքապետարանը դիմել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Եվրամիության դեսպաններին, խնդրելով միջնորդել համապատասխան պետական եւ իրավասու մարմիններին, որպեսզի թույլ տան բժիշկներին այցելել համայնքապետին եւ տրամադրեն անհրաժեշտ բուժօգնությունը, ըստ միջազգային մարդասիրական նորմերի եւ մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների։ Այս ընթացքում համայնքապետի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է, ունի լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են շարունակական մասնագիտական հսկողություն եւ բուժում։ Անհրաժեշտ մասնագիտական օգնության բացակայությունը փաստացի վտանգում է նրա կյանքն ու առողջությունը։ Հարկ է ընդգծել, որ այս վիճակը ուղիղ համընկնում է վարչապետի հրապարակային հայտարարության հետ, որտեղ վերջինս նշել էր, որ համայնքապետը պետք է դուրս շպրտվի քաղաքական եւ հասարակական կյանքից։ Դրանից հետո արձանագրված զարգացումները, ներառյալ բժշկական օգնության սահմանափակումը, ըստ էության համընկնում են այդ հայտարարության բովանդակության հետ, առաջ բերելով իրավական, հումանիտար եւ մարդու իրավունքների պաշտպանության լուրջ խախտումներ։ Ավելի վաղ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով անմարդկային պայմաններում։ Փաստաբանի խոսքով այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մինչև այս տարեվերջ հրապարակել Արցախի հարցով բանակցային փաստաթղթերը։ Նա Facebook-ի գրառմամբ արձագանքել է երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցներին, նորից առաջ տանելով իր այն թեզը, թե Արցախի հարցը թոք էր Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Մինչև տարեվերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այս սցենարից։ ՔՌ-ն եւ ՍՍ-ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է Լենին, Պարտիա, Գորբաչով կարգախոսի եւ մեծ հավանականությամբ Պակ Հովանու ներքո։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր համար մեկ բան էր պարզ, ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Միաժամանակ Քոչարյանը նշել է, որ պատերազմի 3-րդ օրը հասկացել է, որ Հայաստանը պարտվելու վտանգի առաջ է կանգնած։ Նա պատմել է, որ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջոցով ամեն օր փորձել էր հորդորել Արայիկ Հարությունյանին կանգնեցնել պատերազմը եւ հանդիպել իր հետ, սակայն Արայիկ Հարությունյանը հանդիպման հրավերը մերժել էր։ Քոչարյանը նաև խոսել է խաղաղության հեռանկարների եւ դրա անհրաժեշտության մասին։ Չեն կրակում մեկ պատճառով։ Ինչ ուզում է առանց կրակելու տալիս ես։ Հրամար չի կրակում։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ որ մեխանիզմներով։ Չկա այսօր։ Ես կրկնեմ այն միտքը, որը վերջերս ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս խաղաղությունը
ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից։ Կուզի այդ խաղաղությունը կլինի, հիմա ուզի խաղաղությունը չլինի, չի լինելու։ Դա Ալիևն է, Ադրբեջանի նախագահը։ Դա խաղաղություն չի։ Հիմա մեր առաջարկը, որ այո, այս խաղաղությունը պետք է, բոլորը ձգտում են խաղաղության, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է մի տղամարդու, որը ըստ քննության ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքել ռուս զինվորականների գտնվելու վայրի և տրանսպորտային միջոցների մասին։ Ըստ տեղեկության տղամարդուն նաև հանձնարարված էր դիվերսիա կազմակերպել Մոսկվայի մարզի երկաթուղային կայարաններից մեկում։ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է նրա ձերբակալման կադրերը և նամակագրությունը համակարգողների հետ։ Սլովակիայում անցած գիշեր երկու գնացք է բախվել, որի հետևանքով 80 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով վթարի պատճառը գնացքներից մեկի կարմիր լույսի տակով անցնելն է եղել։ Իրավապահները հայտնում են, որ բախումը ճակատային չի եղել, իսկ հարվածից հետո գնացքները ռելսերից դուրս չեն եկել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է։ Այսօր նա Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Թրամփի հետ, որի հետ կստորագրի համաձայնագիր, այդպիսով միանալով Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիային, որը պայքարում է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ։ Այցից մեկ օր առաջ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել էր Ալ-Շարային և Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Հասան Խաթաբին ահաբեկիչների ցուցակից հանելու մասին։ Մինչ Թրամփի հետ հանդիպումը Ալ-Շարան բասկետբոլ է խաղացել Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերի և Իրաքում գործող հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատար Քևին Լամբերթի հետ։ Միջին միջանցք նախաձեռնությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը և Վրաստանը ստեղծում են տնտեսական կապերի և առևտրային գործընկերության շատ հետաքրքիր և կարևոր ուղի։ Հենց սա է պատճառը, որ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջին կամ անդրկասպյան միջանցքի ամրապնդմանը։ Վրաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, և մեր կարծիքով կարող է դրական դեր խաղալ համագործակցության հետագա ամրապնդման գործում, ասել է Կոբախիձեն։ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ամոթն է, նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Ջո Բայդենը։ Ուղերձ Թրամփին և նրա ամբոխին, ես ուզում եմ, որ դուք, պարոն նախագահ, հասկանաք, որ աշխատում եք մեզ համար, այլ ոչ թե մենք ձեզ համար։ Դուք աշխատում եք մեզ համար, ոչ թե միլիարդատերերի և միլիոնատերերի։ Ես զայրացած եմ։ Դուք գիտեք, որ այստեղ ժողովրդավարություն է, և փաստն այն է, որ ժողովրդավարության օրոք թագավորներ չեն լինում։ Ոչ մի։ Դուք գործում եք այնպես, որ խայտառակում եք մեզ որպես երկիր, ասել է Բայդենը Նեբրասկայում։ Սենսացիոն բացահայտում է արվել Լուվրի թանգարանի վերաբերյալ։ Պարզվում է, թանգարանի ամբողջ տարածքի միայն 39%-ն է հագեցած առնվազն մեկ տեսախցիկով։ Այս մասին է վկայում Ֆրանսիայի հաշվիչ պալատի զեկույցը։ Հաղորդվում է, որ Լուվրի տնօրեն Լորենս Դեկարը պաշտոնը ստանձնելուց հետո առաջնահերթություն է տվել ղեկավար կազմի աշխատասենյակների վերանորոգմանը, դրա համար ծախսելով 276,000 եվրո։ Լորենս Դեկարը մեկնաբանելով զեկույցն ընդունել է, որ տեսահսկման համակարգը թանգարանի թույլ կողմերից է։ Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ 4 դիմակավոր անձինք բոլորի աչքի առաջ ընդամենը 7 րոպեում թանգարանից տարել էին 88 միլիոն եվրոյի զարդեր։ Տեներիֆե կղզում տեղի ունեցած ողբերգական փոթորքի հետևանքով մահացել է 3 մարդ, վիրավորվել առնվազն 15-ը։ Պաշտոնյաները նշում են, որ Կանարյան կղզիների ամենախոշոր կղզում ալիքների բարձրությունը հասել է մինչև 4 մետրի։ Բնակիչներին կոչ է արվել հետևել նախազգուշացումներին, ցուցաբերել զգոնություն և մինչև սպառնալիքի վերացումը հնարավորինս երկար մնալ ցամաքում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևի Մարիինյան պալատում հարցազրույց է տվել բրիտանական Guardian թերթին, որի ընթացքում պալատը 2 անգամ հոսանքազրկվել է։ Որոշ լրատվամիջոցներ կասկածում են, որ դա բեմադրված է եղել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում, ահա ձեր էկրանին Մոհամմադ Շեյխն է։ Նրա նկարը շատերին ոչինչ չի ասում, սակայն Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում նրան գրեթե բոլորը ճանաչում են։
Տղամարդը 1 տարի առաջ բացել էր խանութ, սակայն բացվելուց ի վեր խանութը դարձել է հանցագործների մշտական թիրախ։ Այն թալանել են ավելի քան 100 անգամ։ Մուհամմադ Շեյխը յուրաքանչյուր դեպքից հետո դիմել է ոստիկանություն, բայց մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Գողերը թալանել են ինչպես առանձին, այնպես էլ խմբակային, եղել են դեպքեր, երբ հանցագործները հարձակվել են աշխատակիցների վրա։ Այժմ տղամարդը մտածում է իր խանութը փակելու մասին եւ խորհուրդ է տալիս չբացել այն Շոտլանդիայի ամենամեծ քաղաքում, որտեղ հանցագործության մակարդակը կտրուկ աճել է։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC News Room հաղորդման հերթական թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։